փորձելու ենք բոլորին ներկայացնել, թե ինչ պայմաններում եք դուք անցկացնում ձեր օրը, ինչ գրաֆիկով, եւ շատ շնորհակալ կլինենք, եթե մեզ կարճ ներկայացնեք, որտեղ այս պահին մենք էլ դա դեռևս չգիտենք, դա արդեն լրիվ անկեղծ չգիտենք, ինչ ոնց սայլնելու է լրիվ իմպրովիզացիոն կարգով։ Այս իմ աշխատասենյակն է, այստեղ նաև հանդիպումներ եմ անցկացնում, եթե զրուցակիցներս քիչ են, 1, 2, 3 հոգի, հա, 3-ից եթե ավելանում է 4-5, տեղափոխվում ենք այստեղ։ Մենք երկուսով ենք։ Որտեղ ուզեք, ուզում եք ստեղ, ուզում եք ընդեղ նստենք։ Կարծում եմ մարդկանց հետաքրքիր կլինի ձեր աշխատասեղանը իրենից ինչ է ներկայացնում։ Եթե դեմ չէ, կարող է շատ մանրամասն չէ, բայց փաստացի դուք այստեղ եք հիմա նստած, բայց այնա ձեր հիմնական նստատեղը թե։ Այդպես էր նախատեսված, բայց ես 7 տարիների ընթացքում երևի 7 անգամ ես ընդեղ չեմ նստել։ Իմ հիմնական աթոռը սա է։ Պարոն Հանգա, մինչև այդ 7 տարի, մինչև այս վերջի 7 տարին ստեղ չեք աշխատել, հիմնական ստեղ այս աշխատասենյակը եղել է։ Այս աշխատասենյակը երևի 15-16 տարվա այդպես գոյություն ունի, պատմություն ունի։ Միշտ, բարձր որ այն ժամանակ ասենք այստեղ գալիս էի միայն երեկոները, բայց եթե ինչ-որ միջոցառում ունեին կուսակցական, կարող է շաբաթ կամ կիրակի օրը տենց կեսօրի կողմերը գալ եւ այլն։ Իսկ այս 7 տարվա ընթացքում մի քիչ ուշոտ եմ գալիս։ Այստեղ, այո։ Այսինքն մի որոշ մաս օրվա հատկապես առավոտյան տանն եմ աշխատում, հետո բացի դրանից այնպիսի հանդիպումներ կան, որ տանը պետք է անել եւ ոչ թե այստեղ։ Պես որ հետաքրքիր կլինի, կարծում եմ, ասես բան կա, չէ, որ միշտ գրքեր են տենց շատ լինում տարբեր մարդկանց մոտ, երբեմն լինում է, որ ինչ որ մարդկանց մոտ տեսնում ես, վստահ ես լինում, որ դա ատրիբուտիկա է։ Օրինակ իմ տուն մի օր որ գան, տենց գրքերը շարամ, մի անգամից հասկացվելու է, որ ուղղակի դրել եմ սիրունության համար, հաստատ չեմ կարծացել։ Ձեր պարագան ուրիշ է, դրա համար կարծում եմ հետաքրքիր կլինի մարդկանց, թե ինչ որ սա ձեր վերջին, ինչ որ թե ինչ որ հատուկ գրքեր են վերջին ընթերցած, նվեր ստացած, ինչ սկզբունքով են ձեր գրքերը այս պահին գտնվում ձեր գրասեղանին։ Անկեղծ ասած, այս երևի վերջի ամենաշատը 2 տարվա ընթացքում իմ ստացած գրքերն են, որտեղ բազմաթիվ գրքեր եմ ես նվեր ստանում, որ մի քիչ էլ դրցակը մեծանա, երևի կտանեմ տուն։ Այդպես չէ, լցվում է։ Այո, թե չէ որ շատ ելնի կարող է փլվի։ Կարող է հատուկ ընթերցող ունեք օրինակ, որ երբ որ տալիս են գիրքը, ասում եք մի հատ կարդա կարճ ասա ինչի մասին է։ Չէ, բացառված է։ Այդ համացանցը այդպեսին է, էլի։ Facebook-ը այդպեսին է, ինչ որ մեկը կարդի ինչ որ բաներ է գրում, բայց վստահ չես, չէ՞ որ իր գրածը ճիշտ ընկալումն է որևէ ստեղծագործության։ Միանշանակ, ավելին ասեմ, այդ արհեստական բանականությանը հիմա արագ ասում են։ Ես ինքս եմ էլի տենց անում դրա համար գիտեմ։ Ասենք ասում եմ այդ կարճ ասա, այս ինչ է։ Ոնց է ասում է գալիս է վերարտադրում։ Դա մի քիչ ինկուբատորի նման բան է, էլի։ Բանը հենց կարդում եք, այս ընթացքում այս 7 տարիների մեջ հասցրել եք գրքեր կարդալ, որ ուղղակի կարդաք։ Ավելի շատ քան նախկինում, որտեղ հիմա հարաբերականորեն ավելի շատ ժամանակ ունեն, էլի։ Իսկ գեղարվեստական թե ավելի տարբեր եւ հասարակագիտությանը վերաբերող, քաղաքականությանը վերաբերող, բայց գրեթե ամենօրյա ռեժիմով վերընթերցում եմ հայկական պոեզիան, ինչ վաղուց կարդացել եմ, հիմա ընկալումն էլ է մի քիչ ուրիշ եւ անհրաժեշտություն կա վերհիշելու, էլի։ Մեր պոեզիան լավն է։ Մի բան ինձ թույլ կտաք մի հատ։ Ես էլ ուզում առաջարկեի, գնա նստի, տես ինչ բեռա մի անգամից քո վրա գալու։ Ահա, տերենք ոչ որ բան է։ Մենք էստեղ նստենք։ Այո, այո։ Մենք ստեղ նստենք, դու տեղ Հիմա շատ հանգիստ կարաս մեզ հարցաքննես։ Բայց ոչ sense բան է, մի անգամից զգացվում է որ։ Չգիտեմ ինչա զգացվում, բայց ինչ որ մաս զգացվում է։ Հերո ինչ որ հերոներ է, այլ փոխվում է, էլի։ Ավելի բանը մեծանում է, չէ՞, դիապազոնը սրտի։ Իրականում Չէ, բոլոր դեպքերում ու եթե ուրիշ բան չլինի, վերևից է նայում։ Հա, արդեն ավելի կարամ ցած գիտես ոնց է, ես Շարմազանովին կասեք 5-ին մտնի մոտս։ Այդտենց մտքեր առաջանում կամից էլի, հա։ Չէ, շատ շնորհակալություն, ես կհիշեմ այս պահը։
Իսկ փաստացի այդտեղ ինչ որ ես նկատեցի, որ մեկ դուր առնվազն ու այո, այդտեղ այդտեղ հանգստի սենյակն ա, լվացարանն ա եւ այլն, որևէ հետաքրքիր բան չկա, խնդրեմ, եկեք նայենք։ Այստեղ նիստերի դահլիճը, հա, պարոն նախագահ։ Այո, այստեղ մեր գործադիր մարմնի նիստերի դահլիճն է։ Հա։ Այ այստեղ եթե գործադիրի նիստ է, ես ընտեղ եմ նստում, բայց եթե ասինքն հանդիպում է, կենտրոնում եմ նստում, անկախ նրանից թե այդ հանդիպման մասնակիցները ովքեր են, էլի։ Դե գործադիրի նիստի ժամանակ համ մարդիկ են շատ համել դուք հաստատի ղեկավարն եք դրա համար պետք է այնտեղ լինի, էլի։ Հա, բայց բավականին նորմալ դահլիճ է, այսինքն լինում է որ լիք լինի այս դահլիճը, պարոն նախագահ։ Լիքը լինի, այսինքն Ես կարծում եմ, ոչ թե կարծում եմ, այլ այստեղ ինչքան բազկաթոռներ կան, սեղանի շուրջ միշտ հա, գործադիրի թվով է դրանց ըստեյության։ Այո, գործադիրից բացի մեր նիստերի մասնակցում է նաև մեր վերահսկիչ հանձնաժողովի նախագահը, երիտասարդական կառույցի նախագահը, ուսանողական կառույցի նախագահը, կարող են նաև այո, մասնակցում են նիստերին, եթե այլ առաջարկություններ չի լինում։ Բայց շատ դեպքեր են եղել, որ այս շարված աթոռներն էլ են զբաղեցված եղել։ Եթե ենթադրենք մի շրջանային կառույցի անդամներ են գալիս ակտիվի հետ միասին, ու իմաստ չունի, ասենք բարձրանալ վերև դահլիճ եւ դահլիճում էլ, այստեղ շատ ավելի անմիջական է, շատ ավելի Այսինքն դուք եք շփվում այդ կառույցի համակարգի հետ համանի։ Այո,